Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասանները շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են այսօրվա սերիային, որպեսզի տեսնեն, թե ինչ է կատարվում Աննայի հետ և արդյոք նա կորցնում է երեխային, թե սցենարիստն այնուամենայնիվ կփորձի, որպեսզի Աննան չկորցնի իր երեխային։ Այս և այլ զարգացումներն ընդամենը մի քանի ժամից, սակայն այս պահին հեռուստադիտողների մեծ մասին հետաքրքրում է, թե ով է մարմնավորելու Սոսի կերպարը, իսկ հեռուստասերիալի ստեղծագործական ու դերասանական խմբի անդամները փորձում են էլ ավելի ինտրիգը մեծացնել ու անընդհատ հեռուստադիտողներին ուղղում են հարցեր, թե ովքեր գիտեն ով է մարմնավորելու Սոսի կերպարը և դերասաններից ում է հայտնի, թե որ սիրված ու տաղանդավոր դերասանն է Սոսի կերպարում հանդես գալու։ Նշենք, որ Սոսը միայնակ չի վերադառնում, նա վերադառնում է Լիլիթի հետ, իսկ թե ինչ կապ կա նրանց մեջ, կիմանաք ընդամենը րոպեներ անց ամենահետաքրքիր ու ինտրիգային տեսանյութի միջոցով։ Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալն այս պահին համարվում է հայկական հեռուստաարտադրության ամենաինտրիգային ու ամենառեյթինգային նախագծերից մեկը։ Այն համարվում է ամենաքննարկվող նախագիծը, քանի որ յուրաքանչյուր օր ռեյթինգային թվով դիտումներ են գրանցվում ինչպես յութուբում, այնպես էլ տարբեր սոցիալական ցանցերում։ Այս հեռուստասերիալում ամենասիրված զույգը համարվում է Հենրի Անգելինա զույգը և հեռուստադիտողներն ուղղակի պահանջում են սցենարիստից, որպեսզի նա Հենրիին ու Անգելինային չբաժանի իրարից, իսկ դուք համաձայն եք, որ նրանք չբաժանվեն, գրեք ձեր կարծիքները։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ ով է Սոսը, քանի նվերը չեն տվի, անունը չեմ ասելու։ Ամենահեշտը ում հետ եք նկարահանվում։ Այն դերասանի հետ եմ ամենահեշտը նկարվում, որ տեքստ ասելուց հասկանում է ենթատեքստը։ Ավտոմատ կերպով արդեն միտքդ գալիս է, թե դու ինչ ես խոսալու։ Ինչպես եք նայում այն հարցին, որ մարդը քեզ չի սիրում, բայց շայի համար շփվում է։ Ամեն քայլափոխին կարաս նման մարդու հանդիպես։ Դրա համար տվյալ շահամոլ մարդուն չես տալի այն ամեն ինչ, որ ուզում է, լայն ժպիտով ճանապարհում ես ու շփվում ես ավելի լավ մարդկանց հետ։ Ինչն է ամենաշատը ոգեշնչում դերասանական աշխատանքում։ Ամենաշատը ինձ ոգեշնչում է իմ սիրելի հանդիսատեսը։ Երբ հանդիսատես ունես, լսում ես արձագանքներ, արդեն լավ է, արդեն դու ոգեշնչված ես։ Вы видите во мне красоту, потому что у вас очень красивая душа. По поводу культурности я далеко не идеальная. У меня тоже свои тараканы в голове. Думаю, я просто ценю каждый миг, каждое мгновение. Я очень-очень верю в Бога и всегда доверяю мою жизнь Ему. Творю добро, питаю душу позитивом. Я не держу обид никогда. Всегда прощаю, всегда отпускаю обиды. Думаю, так правильнее. Еще причиной моей улыбки являетесь вы, например, и такие люди, как вы, с добрым сердцем, с красивой душой. Так что спасибо вам за теплоту. Ну, если честно, я довольно толерантна и терпелива. Однако могу уйти от человека только по 3 причинам. Первое, когда меня не уважают и не ценят. Второе, когда меня пытаются изменить или же заставляют измениться. И третье, когда в этих отношениях я теряю себя. Вообще, перед тем, как уйти, я очень-очень долго пытаюсь все-таки достучаться до человека. И если не получается, только тогда я ухожу. Но я такой человек, что всегда готова прощать, восстановить общение, отношения, если, конечно, человек готов меняться. То есть не то, чтобы меняться, а просто все-таки пойти на какие-то компромиссы и найти общий язык.
I've always embraced the power of manifestation in my life, firmly believing that we are shaped by our thoughts and imagination. And once I've read in the Bible that when you truly believe in something, it can effortlessly come to pass. Բարի ուշ երեկո հարգելի հետևորդ, ես ուզում եմ այս պահին ուղղակի շնորհակալություն հայտնել ձեզ ձեր բարի, դրական, գնահատանքով լի խոսքերի համար, որովհետև այն ամեն ինչ, որ ես զգում եմ, այն դրական էներգիան, որը դուք հաղորդում եք ինձ, ուժ է տալիս առավել ոգևորված աշխատելու համար, որովհետև ճիշտ է մենք աշխատում ենք եւ աշխատում ենք սիրով, բայց երբ զգում ենք ձեր գնահատանքը, երբ զգում ենք ձեր սերը, երբ զգում ենք ձեր դրական էներգիան, չեք պատկերացնում, թե որքան ոգևորված ենք սկսում աշխատել։ Այնպես որ շնորհակալ եմ ձեզ լավ բարի խոսքերի համար, շնորհակալ եմ ձեզ ակտիվության համար, շնորհակալ եմ ձեզ մեզ մշտապես ձեր ուշադրության կիսակետում պահելու համար եւ առհասարակ շնորհակալ ենք